հարգարժան և շատ սիրելի պարոն Սիմոնյանին բավականին երկար տարիներ եմ ճանաչել։ Ավելի մոտ ճանաչել եմ դեռևս այն ժամանակներից ի վեր, երբ նա ստանձնեց համալսարանի կրթության վարչության պետի, ապա պրոռեկտորի և ապա ռեկտորի պարտականությունները։ Եվ ես հնարավորություն ունեցա որպես համբերնի վարիչ հաճախ այցելելու ու քննարկելու նրա հետ համբերնի գործունեության առնչվող տարբեր հարցեր։ Երբ կհոգնես, կգազազես աշխարհից, դարձիր մոտ, վերադարձիր դու նորից, ցավացիր դες, միայն քեզնով է շրջել։ Նման դադարներ լինում էին իդեպ նաև համալսարանական երեկոների ժամանակ ու դա էլ հիշեցի, դա էլ պիտի ասեմ։ Առաջին շարքում նստած Արամ Սիմոնյանի շատ նուրբ հումորը մեզ լսելի է, Դալիճի ետնամասում լսելի չէ։ Երբեմն ես վերարտադրում էի հենց այդ հումորը, ծիծաղում ենք, անցնում ենք առաջ։ Այնպես որ հիմա այս դադարը ձեզ նորացրեցին, կարելի է ասել եւ այ համեցեք։ Պարոն Սաֆարյան, մի փոքր կներկայացեք Արամ Սիմոնյանի մասին, ինչքանով որ դուք եք ճանաչել նրան։ Արամ Սիմոնյանին պատիվ եմ ունեցել ճանաչել երկար տարիներ, տասնամյակներ, բայց այսօր կցանկանայի խոսել թերևս ոչ ավանդական մոտեցմամբ, ոչ թե Արամ Սիմոնյանի մասին իբրև հայագետի, պատմաբանի, ռեկտորի, այլ որպես գիտության այն կազմակերպչի, որը բացառիկ դեր է ունեցել նաև հարակից գիտաճյուղերի զարգացման գործընթացում։ Մասնավորապես նորանկախ Հայաստանում Սիմոնյան Արամը ըստ էության առաջինն էր, ով հասկացավ մեր ավանդական թուրքագիտությունը թյուրքագիտությամբ վերածելու անհրաժեշտության հրամայականը։ Եվ հենց նրա հանձնարարականով մենք հայ թուրքագետներս և օսմանագետներս շուրջ 4-րդ դար առաջ ձեռնամուխ եղանք մեր ավանդական թուրքագիտական դպրոցը էլ ավելի ընդլայնելու, հետազոտության և գիտակրթական նոր ոլորտներ ներառելու գործին։ Այսօր նաև շնորհիվ Արամ Սիմոնյանի հանձնարարականի Երևանի պետական համալսարանի թուրքագիտության ամբիոնում, որը Հայաստանում և Սփյուռքում թուրքագիտության, թուրքական բանասիրության ոչ միայն առաջատարն է, այլև ըստ էության մենաշնորհային դիրքեր ունի, սկսեցին թուրքերենին և օսմաներենին զուգահեռ դասավանդվել ադրբեջաներեն, ղազախերեն, թուրքմեներեն լեզուները։ Արամ Սիմոնյանը հայ-ղազախական, հայ-թուրքմենական, հայ-օսմանական հետազոտությունների բնագավառում բացառիկ
ներդրում ունի, նաև անձնական ներդրում։ Իդեպ ասեմ, որ նրա ամենավերջին հոդվածը, որը լույս տեսավ մեր ստեղծագործական խմբի հետ համահեղինակաբար եւ լույս տեսավ արդեն նրա վախճանից հետո, նվիրված է հենց հայ-ղազախական պատմաբանասիրական առնչություններին, մասնավորապես հայատառ ղփչաղերեն ձեռագրերի ուսումնասիրությանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Կենտրոնական Ասիայի թուրքալեզու երկրների միջև մշակութային կապերի ամրապնդման գործին, ապա կարող եմ ասել, որ Արամ Սիմոնյանը շարունակողն էր այն ավանդների, որի ակունքներում կանգնած էին դրանից կես դար առաջ մեր մշակույթի երեք մեծերը՝ Սիլվա Կապուտիկյանը, Գևորգ Էմինը եւ Պարույր Սևակը։ Նրանք էին հենց որ կանգնած էին հայ-ղազախական գրական կապերի ակունքներում եւ Արամ Սիմոնյանը ամեն ինչ արեց, որպեսզի Երևանի պետական համալսարանը դառնա այդ մշակութային կապերի հզոր մի դարբնոց եւ անխախտ մի կամուրջ։ Եվ փաստ է, որ Արամ Սիմոնյանը արժանացել է Ղազախստանի եւ Թուրքմենստանի բարձր պետական պարգևների։ Ես կցանկանայի, որպեսզի մեր թուրքագետների, օսմանագետների նոր սերունդը խոնարհումով հիշի Արամ Սիմոնյանին։ Նաեւ նրա հորդորով է, որ ստեղծվեց Երևանի պետական համալսարանում հայ-օսմանական լեզվապատմա մշակութային կապերի առնչությունների բաժինը եւ նրա հորդորով է, որ ստեղծվեց օսմաներենի առաջին դասագիրքը հայ իրականության մեջ։ Շնորհակալությամբ եմ հիշում նաեւ Արամ Սիմոնյանին որպես իմ բազմաթիվ աշխատանքների գիտական խմբագրի։ Խոնարհումով եմ հիշում Արամ Սիմոնյանին եւ լույսերի մեջ մնաս մեր ավագ ընկեր։